Մասնագետների հետազոտություններն ու ուսումնասիրությունները փաստում են Ադրբեջանում ատելության խոսքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Խաղաղության գործընթացն առաջին հերթին հենց ատելության խոսքի բացառում է ենթադրում, բայց հայ-ադրբեջանական գործընթացում դա չկա։ Այստեղ պարզապես ատում են հայերին։ Ծայրահեղ որակավորումներ են տալիս, այդպիսով արդարացնելով նաև ցանկացած բռնություն։ Համեմատություններ կան կենդանիների հետ կամ հայերին նույն ներկայացնում են որպես անմարդկային էակներ։ Հատուկ ուսումնասիրություն է կատարվել բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների խոսույթի, որոնք հասարակական կարծիք են ձևավորում։ Այստեղ եւս պատկերը խիստ մտահոգիչ է, մինչեւ երկրի առաջին դեմք գեներացնում են թշնամական վերաբերմունք, հայերին անվանում ֆաշիստ, օկուպանտ ու ցեղասպան։ Այս պահվածքի իրավական գնահատականը ստանալու համար Հայաստանը վաղուց է դիմել միջազգային ատյաններ։ Իրավապաշտպանն ասում է, դրանց վերջնական արդյունքին կարելի է սպասել, եթե իհարկե հայցերի հետ կանչի գործընթացը տեղի չունենա։ Ուղիղ ձևով արձանագրված է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ատելություն հրահրելուց եւ հայերի նկատմամբ պետական մակարդակով խտրական քաղաքականություն վարելուց։ Այս ժամանակավոր միջոցները միտված են ապահովելու նախադրյալներ մինչև դատական ակտի կայացումը։ Պարզապես խոսք չէ, որ ասում ու անցնում են առաջ։ Ադրբեջանագետը ասում է, պաշտոնական խոսքում առանձին տեղ ունեն զավթողական նկրտումները։ Դրանք եղել են ոչ միայն Արցախի, այլ նաև ամբողջ Հայաստանի հասցեին։ Ադրբեջանի համար հակամարտությունն ու տարածքային պահանջները միայն Արցախով չեն սահմանափակվում։ Ասում է, որ այս տարածաշրջանում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է, այսպես շատ ուղիղ տեքստով հստակ զավթողական ծրագիր է։ Մյուս դրվագով այդ նույն ելույթի ցույց է տալիս, որ այդ խնդիրը ինքը բարձրաձայնում է բացառապես, որովհետև համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, այսինքն ցույց է տալիս իր հետագա նպատակները ու ցույց է տալիս, որ երբեք խնդիրը Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվել։ 2020 թվականից հետո էական փոփոխություններ են կրել Ադրբեջանի հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերը։ Պատմական խմբագրումները առավել ակնառու են դարձել 2023-ից 24 թվականի հրատարակություններում։ Այդտեղ արդեն սևով սպիտակի վրա առաջ են տանում արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը։ Պարզից էլ պարզ է, որ սա միայն քաղաքական սպառման կոնտենտ չէ, այլ ծավալապաշտական զավթողական ծրագիր, որ մտքին դրել է Ալիևը։ Եվ պատկերացրեք, ուղղակի 5-րդ դասարանում երեխան առաջին անգամ անցնում է պատմություն առարկան եւ բացում է այդ առարկան ու տեսնում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստան պետությունը դա իր հողն է։ Դպրոցից մինչև կառավարական կաբինետ, բուհեր ու տարբեր նշանակության հաստատություններ Ադրբեջանում արմատական ատելություն կա հայերի նկատմամբ։ Դա ոչ թե հին բարքերի ավանդական շարունակությունն է, այլ նորացված պատկերացումների արտահայտություն։ Գրքերում, թերթերում, բոլոր վերնագրերում, հանրային հրապարակային խոսքում օգտագործվող ձևակերպումները փաստում են, նրանք հայերի հետ խաղաղություն չեն ուզում։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։